քննարկում ենք հարց համար 7 Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի համար 195-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցազեկուցող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մղթար Հայրապետյան, համեցեք պարոն Հայրապետյան։ Հարգելի պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, տարիներ շարունակ կառավարությունը աջակցության տարատեսակ ծրագրեր է իրականացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ եւ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արձանագրվել է, որ գործող կարգավորումները կավարտվեն 2024 թվականի դեկտեմբերի 31-ով, իսկ արդեն 25 թվականի հունվարի 1-ից նոր կարգավորումներ առավել երկարաժամկետ եւ առավել համապարփակ լուծումներով է հանդես գալու կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու նպատակով։ 2024 հակիրճ եւ արագ ամփոփելու համար ասեմ, որ հիմնական երկու ծրագիր է գործել նախորդ տարվա ընթացքում, առաջինը դեռևս վաղուց գործող ստարտափների համար մինչև 30 հոգանոց աշխատակից ունեցող ընկերությունների համար աշխատակիցների եկամտահարկի 50%-ի ուրեմն հարկային արտոնություններ են սահմանված եղել եւ 2022 թվականի մարտի 1-ից տեխնոլոգիական ընկերություններում 10 եւ ավել աշխատակիցներ ներգրավված ընկերությունների այդ նոր ներգրավված աշխատակիցների եկամտահարկի 50%-ի չափով վերադարձ է արվել տվյալ ընկերություններին։ Այս մասով կարող եմ ասել, որ 2024 թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 6.5 միլիարդի աջակցություն է ցուցաբերել ընկերություններին, ՑՊԱՀ-ս եւս 1.5 միլիարդի, որովհետեւ երամսյակներով է ուրեմն տրամադրվել այդ աջակցության մասը, եւս 1.5 միլիարդ նախատեսվում է մինչև մարտի 31 տրամադրել ընկերություններին, սրանով ծրագիրը ավարտվում է եւ ուժի մեջ է մտնում արդեն իսկ հունվարի 1-ից գործող բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, ինչպես նաեւ հարկային օրենսգրքում փոփոխությունները եւ լրացումները, որոնք ընդունվել են 2024-ի դեկտեմբերին։ Այս նոր 7-ամյա ծրագրով նախատեսված է երկու հիմնական գործիք, ընդհանրական գործիք, առաջին աջակցության ծրագրերն են, այստեղ 3 հիմնական ուղղություն է վերցրել կառավարությունը 7 տարիների համար, մասնավորապես այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն կամ ներգրավված կլինեն 2022-ի մարտի 1-ից յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կստանան տվյալ ընկերությունները, նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների մասով կրկին 60%-ի չափով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կստանան ընկերությունները, այստեղ հիմնականում մենք թիրախավորել ենք բուհը ավարտող երիտասարդ տաղանդների կադրերի մուտքը, ինչպես նաև վերամասնագիտացված, վերապրոֆիլավորում անցած մասնագետների մուտքի պարագայում ենք նման աջակցություն սահմանում եւ երրորդ ուղղությունը մասնագիտական վերապատրաստման, ուրեմն կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող աշխատակիցների մասով կրկին ընկերությունները արդեն 50%-ի չափով եկամտահարկի աջակցություն են ստանալու։ Եթե նախկին տարիներին կառավարությունը հիմնականում թիրախավորում էր ՏՏ ոլորտը, այսինքն հիմնականում ուրեմն տնտեսական գործունեության դասակարգչի, որի մեջ հիմնականում մտնում էին ծրագրային ապահովում, համակարգչային ծրագրերի մշակում, տվյալների հետ աշխատանք, ապա այս օրենքի հիմքում դրված է մենք փորձել ենք նաև միջազգային փորձը եւ ստանդարտները հաշվի առնելով փորձել ենք առաջին անգամ նաև ձևակերպել, սահմանել բարձր տեխնոլոգիաները, որոնք են եւ այս ծրագրի հիմքում դրել ենք ոչ միայն ՏՏ ոլորտը, այլև իսկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, որպես հիմնական նախապայման գիտահեն տնտեսություն ունենալու մեր նպատակի։ Եվ կրկին շատ արագ ընթերցեմ, թե այլևս
ինչ տնտեսական գործունեություն իրականացնող ընկերություններն են այլևս հունվարի 1-ից լինելու այս ծրագրի շահառում, մասնավորապես էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն, հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն, համակարգիչների եւ ծայրամասային սարքվածների արտադրություն, կապի սարքավորանքի արտադրություն, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն, չափիչ, ստուգիչ, փորձարկիչ եւ գործիքների սարքերի արտադրություն, ճառագայթահարող, էլեկտրաբժշկական եւ էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն, օպտիկական գործիքների լուսանկարչական սարքավորանքի արտադրություն, մագնիսական եւ օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն, շարժիչների, տուրբինների բացառությամբ ավտոմեքենաների օդագնացական արտադրության, հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն, հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն, ավտոմեքենաների եւ դրանց շարժիչների համար էլեկտրական եւ էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն, օդանավերի տիեզերանավերի արտադրություն, այլ թռչող սարքերի արտադրություն, օդանավերի տիեզերանավերի այլ թռչող սարքերի համար մասերի, լրամասերի արտադրություն, մարտական մեքենաների արտադրություն, համակարգչային խաղերի հրատարակություն, այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն, ծրագրային ապահովման մշակում, էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում, մշակում, խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներում, համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն, տվյալների հիմնապաշարների եւ տեղեկատվական ռեսուրսների մշակում եւ կիրառում, օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայություններ, վեբ պորտալների հետ կապված գործողություններ, ինտեգրալային սխեմաների նախագծում եւ թեստավորում, գիտական հետազոտություն եւ փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում, նույնը բնական գիտությունների, տեխնիկական գիտությունների եւ տեխնոլոգիաների բնագավառում եւ հասարակական հիմնարար գիտությունների բնագավառում հետազոտությունների մասով, այսինքն առաջին անգամ մենք այս աջակցությունը նախատեսել ենք ամբողջ high-tech սեկտորի համար։ Եվ երկրորդ ուղղությունը աջակցության ծրագրերից նախատեսված է R&D-ի մասով, այսինքն գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների մասով, որը երևի թե հարցու պատասխանի ձևաչափով կանրադառնանք դրանց։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, այսինքն այստեղ նշած կամ արտոնությունը ասեմ կամ ծրագրերը ասեմ ձեր նշած բոլոր ոլորտներին չի վերաբերվում։ Այսինքն բոլոր այս ոլորտները, որոնք նշված են, այս տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունները, որտեղ 90% աշխատակիցների ներկայացված են հենց այս ուղղություններով, այսինքն ընդ որում ոչ թե կարող են օրինակ ընկերության 50%-ը ծրագրային ապահովմամբ, մնացած 40%-ը օրինակ hard-ի սարքավորումների վրա աշխատանքով, եթե ասում եմ դուք թվարկեցիք ոլորտներ, հիմա ինչ որ լսեցիք, այս փաթեթը վերաբերվում է բոլոր կետերը վերաբերվում են բոլոր ընկերություններին, թե ուղղություններ կան մասամբ, այսինքն բոլոր կետերը վերաբերվում են բոլոր ուղղություններին։ Այո։ Հիմա կոնկրետանանք ինչի մասին է խոսքը։ Առաջինը, ասում ենք աշխատանքային միգրանտներ, այսինքն դրսից երբ որ հրավիրում են մասնագետներ իրանց մոտ աշխատելու, մենք իրանց եկամտային հարկի 60%-ը վերադարձնում ենք, ընկերությանն ենք վերադարձնում։ Այսինքն մի աշխատող հրավիրեցին, մի հոգու 60%-ն ենք աշխատավարձի եկամտային հարկի վերադարձնում, 2 հոգի, 2 հոգին 1000 հոգի, 1000 հոգուն։ Այո։ Սահմանափակում չկա։ Ոչ։ Երկրորդը, երբ որ իրանց աշխատակիցների վերապատրաստման կամ պատրաստման վերապատրաստվող կամ սովորող աշխատակիցների եկամտային հարկի 50%-ն են վերադարձնում։ Այո, 3 ամսով։ Մենակ 3 ամսով, այո։ Այսինքն երբ որ իրանք ասում են մենք այս աշխատողին ուղարկում ենք վերապատրաստման, 3 ամիս շարունակ 50%-ի եկամտահարկի չափով մենք ներդրում ենք կատարում ընկերությունը։ Շատ լավ։ Նոր աշխատակիցների մասով, աշխատաշուկա նոր մուտք գործող, այսինքն նախկինում երբևէ տեխնոլոգիական ոլորտում, այսինքն երբ այս ուղղությունները նշեցի, այդ տվյալ ուղղություններում երբևէ չաշխատած, չներգրաված աշխատակիցների մասով ներգրավելու պարագայում 60%-ի չափով հատկացում ենք կատարում։
Շատ լավ։ Այսինքն հրավիրեց աշխատող 60%, առաջին անգամ աշխատանքի մտնող 60%, իր հիմնարկում աշխատողներին 50% եկամտային հարկի վերադարձ ենք ապահովում։ Շատ լավ։ Հաջորդ փուլով, հաջորդ թիվ։ Շրջանառության հարկի 1% դրույքաչափ 5%-ի փոխարեն։ Սա խոսքը վերաբերվում է կոնկրետ ոլորտների, ձեր նշած ոլորտների շրջանառության հարկի դաշտում աշխատող ընկերությունների։ Այո։ Այսինքն մենք իրենց հարկային բեռը նվազեցնում ենք 5%-ից դարձնում 1%, բայց սա վերաբերում է շրջանառության հարկով աշխատող։ Այո, այո։ R&D ներգրաված անձնակազմի եկամտային հարկը 20%-ի փոխարեն սահմանում ենք 10%։ Մասնագիտական աշխատող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200%-ի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորություն, բայց ոչ ավել, քան հարկման բազայի 50%-ը։ Այսինքն, եթե այսպես ասած մասնագիտական աշխատանք կատարող, այսինքն տեխնոլոգիական ոլորտում աշխատող աշխատողներին վճարող աշխատավարձի ֆոնդի 200%-ի չափով, հա, հնարավորություն ենք տալիս, որ շահութահարկի հարկման բազան նվազեցնի, այսինքն սրանով մենք շահագրգռում ենք, որպեսզի այդ ուղղությամբ ներդրումներ անի։ Հարկային տարվա ընթացքում մինչև 50% ներառյալ աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարած տնտեսվարող սուբյեկտների ստացած նպատակային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոնների վերանայում այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե հարկային տարվա ընթացքում, որում ստացել են, այլ այն հարկային տարվա ընթացքում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ։ Այսինքն էս էլ ենք հնարավորություն տալիս նվազեցնեն բազայից, այսինքն սրանով նաև խրախուսում ենք, որ ինչ որ առումով կապիտալ ներդրումներ անել եւ հնարավորություն ենք տալիս, որ դա շահութահարկի բազայից նվազեցնեն։ Համեցի։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, այս դրվագի էությունն այն է, որ սովորաբար կան մեկնարկային հետազոտական փոքր խմբեր, որոնք իրենց գաղափարի կյանքի կոչման սկզբնական փուլում հիմնականում ֆինանսավորվում են դրամաշնորհային ծրագրերի տրամաբանությամբ եւ մեր օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կանոնն այն է, որ ստացված դրամաշնորհները առևտրային կազմակերպությունների համար հարկման նպատակով եկամուտ են ճանաչվում հենց ստացման տարվա ընթացքում ամբողջովին, անկախ նրանից տվյալ շահառուն ստացողը հասցրել է տարվա ընթացքում այդ գումարները ամբողջությամբ ծախսել, թե ոչ, եւ եթե չի հասցրել ծախսել կամ մասամբ է ծախսել, ստացվում է, որ կունենա եկամուտ եւ ավելի փոքր չափով ծախս ու տարբերությունը կհարկվի շահութահարկով։ Որպեսզի նման երևույթ չունենանք, ասում ենք եկամուտ կճանաչվի այն չափով եւ այն պահին, երբ որ այդ գումարները այդ հետազոտական խումբը կսկսի ծախսել, որպեսզի եկամուտն ու ծախսը հավասար լինեն ու հարկային հետևանքներ չկրի այդ ստարտափ հետազոտական խումբը, որովհետև դրամաշնորհի այդ կարգավորումը ուրիշ ոլորտներում էլ է գործում, հա։ Մենք ունենք ընդհանուր նշանակության կանոն, պարոն վարչապետ, որը այս դեպքում կարող էր բերել հարկային հետևանքների եւ արդյունքում դրամաշնորհի մի մասը հարկի ձևով վճարվել պետական բյուջե։ Հիմա ուրիշ տեղ կա, որ կարա բերի հարկային հետևանքների։ Օրինակ, եթե մեկ այլ առևտրային կազմակերպություն անհատույց գումար ստանա ու ստացման տարվա ընթացքում անհատույց նվեր Խոսքը նվերի մասին։ Այո, դրամաշնորհի մասին է միայն։ Վարկի մասին չի, ոչ, միայն դրամաշնորհի մասին։ Որովհետև հաճախ տալիս են գումար, պարոն վարչապետ, բայց դիցուք 2 կամ 3 տարվա ծրագիր ֆինանսավորելու համար, ծախսեր ֆինանսավորելու համար, որպեսզի գումարը մինչև վերջին դրամը ծախսվի այդ գաղափարի իրագործման նպատակով, այս կանոնով հնարավորություն ենք տալիս, որ հարկային հետևանքներ չկրի այդ հետազոտական խումբը։ Բայց իմ հարցը հետեւյալ դեր, հիմա այդ լավ ենք անում, որ այնպես անում ենք, որ այս ոլորտում հարկային հետևանքներ չկրի, բայց մենք համոզված ենք, որ ոլորտներում, որտեղ այդ նույն իրավիճակը հարկային հետևանքներ կրում է, դա ճիշտ է եւ լավ է։ Կանոնը միայն դրամական միջոցի տեսքով անհատույց ստացվող ակտիվների համար է եւ կանոնից կան մի շարք բացառություններ։ Օրինակ, գյուղատնտեսության աջակցության ծրագրերի համար, երբ որ մենք գումարներ ենք տալիս, այլ կանոն ենք նախատեսել։ Եթե օրինակ այդ
նվերը օրինակ կառավարությունն է տալիս ու տալիս է գրած կորուստը կամ վնասը ծածկելու համար կամ նախկինում կատարված ծախսերը massամբ կամ ամբողջությամբ համաֆինանսավորելու համար այս դրվագները ոչ մի անգամ չեն առաջացնում հարկային հետևանքներ։ Այսինքն փորձել ենք հասցեականություն ապահովել, պարոն վարչապետ, բոլոր այն դեպքերում, երբ որ տրամաբանական է, որ աջակցություն ստացողը իր ստացած գումարից հարկեր չվճարի, այդ դեպքերը առանձին նախատեսել ենք օրենսդրությամբ։ Շատ լավ, ամեն դեպքում ինձ խնդրում եմ տեղեկանք տվեք, թե որ ոլորտներն են, որ իրանց նկատմամբ հարկային պարտավորություններ առաջանում, մի հատ անցնենք այդ ոլորտների վրա։ Շատ լավ, հիմա այս էր ըստ էության մեր արտոնությունների շրջանակը, բայց մի մեխանիզմները մենք փաստորեն հանձնաժողով ենք ձևավորելու, ով գնահատելու է ամեն դեպքը առանձին, այսինքն ընկերությունները հայտեր են ներկայացնելու եւ այդ տրամաբանությամբ ենք աշխատելու։ Այո, ճիշտ այդպես, ուրեմն մենք արդեն իսկ կառավարության համապատասխան որոշումները ընդունել ենք, մասնավորապես այսօրվա որոշմամբ նաև կսահմանվի, որ կլինի 6 հոգանոց 6 գերատեսչություններից կազմված հանձնաժողով բարձրագույն կրթության եւ գիտության ուրեմն կոմիտեի նախագահությամբ, ինչպես նաև 5 գիտության 5 ուղղություններով, կիրառական ուղղություններով ենթահանձնաժողովներ, փորձագետներից, մասնագետներից բաղկացած, յուրաքանչյուր ենթահանձնաժողովում կլինի 5 փորձագետ, 5-ից 3-ը ըստ էության ինդուստրիան կներկայացվեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ էկոնոմիկայի նախարարության առաջարկով, մյուս երկուսը գիտական համայնքից, ապրիլի 1-ից ապրիլի 30-ը կլինի առաջին պատուհանը հայտերը ներկայացնելու, մինչև մարտի 31 ԿԳՄՍ նախարարի հրամանով հայտերի դիմելու ձևանմուշները կհաստատվեն եւ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում արդեն իսկ այս պահին գործող դրամաշնորհային ծրագրերի մեջ առանձին բաժին կառանձնացվի, կիրազեկենք ընկերություններին, որ այդ խողովակով է դիմումները ստացվելու։ Ապրիլի 1-ից 30-ը ընկած ժամանակահատվածում մենք հայտերը կստանանք, այս կարգավորմամբ հնարավորություն ենք տալու հետադարձության ուժով հունվարի 1-ից մինչև դիմելու պահը ընկերություններին վերադարձնել գումարները եկամտահարկի 50%-ի չափով, իսկ արդեն իսկ տվյալ աշխատանքը իբրև R&D աշխատանք որակվելու պահից սկսած արդեն աշխատակիցների 20%-ի փոխարեն 20% եկամտահարկ է հարկվելու։ Շատ լավ։ Փաստորեն մեր քաղաքականությունն այն է, որ մենք ավելի շատ հետազոտական, գիտական գործունեություն ենք խթանում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները, որը կարծում եմ կարող է մի քիչ ուշացել ենք, բայց լավ է, որ այդ որոշումը կայացրել ենք։ Կարևոր է այստեղ արձանագրել, որ ընդհանրապես գիտահետազոտական եւ փորձարարական մշակումների աշխատանքի այս կտորը վերաբերում է ոչ միայն տեխնոլոգիական ընկերություններին, այլև ամբողջ տնտեսությանը։ Սա կարևոր արձանագրում է, սա նշանակում է, որ կիրառական հետազոտություն, կիրառական արժեք ստեղծելու պարագայում բոլոր այն ընկերությունները սկսած աղբի վերամշակումից մինչև հանքաբարձունաբերություն եւ մինչև բարձր տեխնոլոգիական ոլորտ, եթե ընկերությունները պատրաստ են ներդրում կատարել նոր գիտելիք ստանալու, ստեղծելու վրա, անկախ քանակից տվյալ աշխատանքներում, գիտահետազոտական աշխատանքներում ներգրաված աշխատակիցների քանակից, մենք պատրաստ ենք այս կարգավորումը տարածել բոլորի վրա։ Այսինքն պայմանական ասած, եթե ձկնա ֆերմա է եւ ինքը ուզում է մշակում տեխնոլոգիա ստանա, որ 40% պակաս ջրով նույն ծավալի ձուկ արտադրի, այդ տեխնոլոգիայի մշակման գործում ինքը կարող է հայտը ներկայացնի եւ օրինակ այս նույն գրանտային ծրագրերից եւ այս մեխանիզմներից օգտվի, ճիշտ հասկացա։ Գրանտային ծրագրերից ոչ, խոսքը միայն հարկային արտոնությունների այն կտորին է եկամտային հարկի վերադարձից եւ մյուսից։ Կամ ասենք ենթադրենք որևէ տեղից բարձր որակավորման մասնագետ է հրավիրում եւ այդ մասնագետին աշխատավարձ է վճարում, որպեսզի կամ մասնագիտական խումբ է ձևավորում, որպեսզի իր խնդիրը լուծի։
Այստեղ շատ կարևոր է, մենք այս կարգավորումների հիմքում դրել ենք աշխարհում շատ հայտնի մեթոդաբանություն կոչվում է Frascati manual, եթե տվյալ ձեռնարկով մեթոդաբանությամբ համապատասխանում է եւ որակվում է իբրև R&D, ապա միանշանակ կարող է օգտվել այս հանքարդյունաբերական ընկերությունը տեխնոլոգիա մշակում, թե ոնց հանքանյութից ավելի շատ մետաղ կորզի եւ այլն եւ այլն, այդպես շարունակ։ Կամ առողջապահության ոլորտի ընկերությունը, կամ ցանկացած ոլորտի ընկերություն, կամ տաքսի ծառայությունը որոշ տեխնոլոգիա մշակի, ոնց առանց բենզինի կամ գազի ուղևոր տեղափոխի, կամ սակավ ծախսով։ Ես ինչի համար եմ ասում, որովհետև ես նամակներ եմ ստանում, այսօր էլ առավոտ մի տենց նամակ եմ ստացել, որտեղ վերահասցեագրել եմ էկոնոմիկայի նախարարին եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, է շատ կարեւոր մեխանիզմ է, որովհետեւ մենք պետք է նաեւ հնարավորություն ունենանք օբյեկտիվորեն գնահատել մարդկանց առաջարկները։ Շատ դեպքերում մարդը ասում է, ես կարող եմ այսպիսի մշակում ունեմ, այսպիսի մշակում ունեմ, այսպիսի մշակում ունեմ, գործող ընկերության մասին է խոսքը, եւ շատ դեպքերում, երբ որ պարզ է, հիմա ես կամ կառավարության անդամը չի կարող գնահատել, ինքը պետք է որոշակի մասնագիտական, փորձագիտական կարծիք հարցնի, երբ որ մեխանիզմ չկա, հիմնականում գիտենք արդեն ուղարկելուց ասել են, չէ, ոչ մի լուրջ բան չկա, բայց ես օրինակ վստահ չեմ, որ բոլոր այն դեպքերում, երբ որ արձագանքն ունենա, որ չէ, ոչ մի լուրջ բան չկա, իրոք ոչ մի լուրջ բան չկա։ Շատ կարևոր է, որ մենք մեխանիզմ ունենանք եւ ֆինանսական խթաններ դնենք, որ հենց նույն ընկերությանը ասենք շատ լավ, էսա մեր կանոնն է, այս կանոնին համապատասխանեցրեք եւ ձեր ներդրումները դուք ինքներդ կարող եք անել, եթե դուք հավատում եք ձեր բանին, գյուտին կամ ձեր տեխնոլոգիային, դուք ինքներդ ձեր ներդրումը արեք եւ հիմնավորեք եւ այդ ներդրումը եւ նվերները, որոնք եթե ուրիշն էլ հավատա, չէ, պետքա փող գնա հետևից եւ դա ամենա լավ ազդակն է, որտեղ ինչ որ բան կատարվում է։ Այնպես որ շատ կարևոր է, որ օբյեկտիվ նորմալ աշխատի եւ այն ես հասկանում եմ այս ոլորտում շատ բաներ կա, այս իմ ասած տեխնոլոգիական, որ կան շատ պնդումներ, որոնք ի վերջո չեն հաստատվում, բայց պետք է 20 հատ չհաստատված դեպք ուսումնասիրես, որ 21-րդը հայտնաբերվի։ Եվ շատ կարևոր է, որ մենք լսելու մեխանիզմ ունենանք։ Հա մենք լսում ենք, կարդում ենք, բայց մենք մեր լսածը, այդ կարդացածը չենք կարող փորձագիտական մակարդակով գնահատենք։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես կուզեի ընդգծել, որ այս որոշումը նաև ինստիտուցիոնալ շատ կարևոր նշանակություն ունի եւ բոլորովին պատահական չի, որ պարոն Հայրապետյանը նկարագրեց, թե ինչպես պիտի դիմեն եւ արդեն իսկ դիմելու գործընթացից ակնհայտ էր, որ մենք մեր ընդհանուր համակարգում ենք դիմելու առանձին հնարավորություն բացում, որով նաեւ հնարավորություն ենք ստանալու ունենալ գիտության եւ գիտական հետազոտությունների ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ ամբողջական վիճակագրություն։ Պետք է ասեմ, որ մինչև այս պահը մեր կողմից վարվող վիճակագրությունը վերաբերում է պետության ֆինանսավորմամբ իրականացնող աշխատանքների ծավալին, սակայն սա ամենևին էլ չի տալիս ամբողջական պատկեր եւ սա հնարավորություն է տալիս նաեւ այս ոլորտի մասին ամբողջական պատկերացում ունենալ եւ սա շատ կարեւոր եմ համարում։ Երկրորդը սա նշանակում է, որ գիտությունը պետությունը դիտում է ոչ միայն իբրև պետության կողմից ֆինանսավորման ենթակա ոլորտ, այլ նաեւ մի ոլորտ, որտեղ մասնավորը նույնպես կարող է եւ պետք է ներդրումներ անի, եւ սա հատկապես կարեւոր եմ համարում ընդգծել, որովհետեւ ամբողջ աշխարհում գիտությունը չի ֆինանսավորվում միայն պետության կողմից, եւ այդ ակնկալիքը ինքնին հակասում է գիտության զարգացման ընդհանուր տրամաբանությանը, եւ այսպիսի խթաններ ներդնելով մենք նաեւ համակարգային տրամաբանություն փոխելու ճանապարհով ենք գնում եւ երրորդը ինչ կուզեմ ասել, մենք հաճախ ենք խոսում գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման մասին եւ նշում ենք, որ 18-ից մինչեւ հիմա 280%-ով ավելացել է գիտության ֆինանսավորումը, բայց այս խողովակով նույնպես կարծում եմ, որ մենք գիտության ֆինանսավորումը ավելացնում ենք, որտեղ իրականում հնարավորություն ստեղծելով այս պայմաններում աշխատել եւ պրոդուկտ ստեղծել, մենք սա նույնպես այս ոլորտում ներդրում ենք անում եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի նաեւ, որ մեր հետագա խոսույթում խոսելով գիտության ֆինանսավորման մասին, այս կտորը նույնպես դիտարկենք իբրև դրա մի մաս։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Պապայան։
Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք մի շատ կարևոր հարցի անդրադարձաք տեխնոլոգիաների առևտրայնացման հարցին եւ այդ ճեղքվածքը որտեղից է առաջանում, երբ որ գիտությունը եւ տնտեսությունը իրարից այսպես ասած անջատ են սկսում գործել, հա, շատ հաճախ եւ այդ ժամանակ առաջանում է այդ ճեղքվածքը, այսինքն մարդիկ ասում են մենք ունենք այս նորարարությունները, բայց տնտեսությունը չի օգտագործում։ Իհարկե դա առանձին հարց է, որտեղ որոշակի իհարկե կարգաբերումներ միգուցե պետք են, որպեսզի դրանք իրար մոտենան, բայց այսպիսի նախագծերը այդ խնդիրը լուծում են, որովհետև այս պարագայում տեխնոլոգիաների առևտրայնացման հարց չի առաջանում, որովհետև եթե կազմակերպությունը ինքը ներդրում է անում եւ օրինակ այդ մեթոդները, այդ տեխնոլոգիաները ինքը գտնում է, ինքն էլ օգտագործում է եւ հետո նաեւ հնարավորություն ունենա բնականաբար դա արտահանել, եթե դրանք մեծ հաջողություն ունենան։ Այս կոնտեքստում կարծում եմ այն շատ հաճախ այդ բողոքները, որ գալիս են կապված նորարարությունների, հետազոտությունների, գյուտերի եւ բողոքը դրանց չօգտագործման հետ կապված պետության կամ մասնավոր հատվածի գալիս է այդտեղից, որովհետեւ զուգահեռ իրականություններում ենք հաճախ ապրում, իսկ այս դեպքում իրականությունը մեկն է։ Կազմակերպությունն ունի աշխատողներ, ովքեր գալիս են աշխատանքի, որպեսզի անեն հետազոտություն, կազմակերպության աշխատանքի արտադրողականությունը բարձրանա։ Հենց ստացան ինքը միանգամից ինքնաբերաբար նաև առևտրայնացման հարցն է լուծելու։ Լավ, համեցեք պարոն։ Երկու դիտարկում կցանկանամ նաև անել խոսելիս գիտահետազոտական աշխատանքների մասին, որ այս կարգավորումները չեն տարածվելու պետական ֆինանսավորմամբ R&D աշխատանքների վրա, ինչպես նաև ռազմարտունաբերական ընկերությունների պարագայում այլ ռեժիմով են ոչ այս կոմիտեն է քննարկելու տվյալ աշխատանքները։ Եվ օգտվելով առիթից նաև պետք է ասեմ, որ երբ մենք հայտարարեցինք ընդհանրապես մեր տեսլականը, դեռևս նախորդ տարվանից մենք նշում էինք, որ R&D-ի մասով հատուկ կարգավորումներ ենք նախատեսելու եւ հիմքում դնելու ենք նոր գիտելիքի ստեղծումը։ Երբ մենք հրապարակեցինք մեր որոշումները, պետք է ասեմ, որ որոշակի քննադատության, այսպես ասենք, ալիքներ հասցեագրվեցին մեր նախարարությանը, մասնավորապես այն պնդմամբ, թե բավականին այսպես խիստ մեթոդաբանություն է կիրառված եւ փաստարկն այն էր, որ եթե մենք առաջնորդվում ենք տվյալ ձեռնարկով, ապա կարող է պարզվել, որ Հայաստանում ընդամենը ընկերությունների կամ տնտեսության 5%-ն է զբաղվում R&D-ով։ Մեր մոտեցումը շատ հստակ է։ Մենք ասում ենք, որ այո, իսկապես կարող է պարզվի, որ ընդամենը 5%-ն է զբաղվում իրական R&D-ով եւ ինքնին դրա արձանագրումը եւ այդ տվյալների եւ վիճակագրության հավաքագրումը մեզ հնարավորություն կտա, ինչպես Տիկին Անդրեասյանը նշեց, վերջապես ունենալ իրական պատկերը ոչ միայն պետական ծրագրերի եւ ֆինանսավորման, այլև ամբողջ տնտեսության իմաստով, եւ սա հնարավորություն կտա հետագայում անհրաժեշտության դեպքում առավել ճկուն քաղաքականություններ եւս ներառել, օրինակ նորարարությունների մասով, որտեղ որպես այդպեսին կարող է եւ նոր գիտելիք չլինի, սակայն մեզ համար արժևորվի այս կամ այն ուղղությամբ նորարարությունների խթանումը։ Հետևաբար այս իմաստով մեզ համար կարևոր է, որ կարգավորումները օր առաջ ուժի մեջ մտնեն, հանձնաժողովը սկսի աշխատել, հայտերը ստանանք, որովհետև անկեղծ պետք է ասեմ, որ մեզ համար նաև այս պահին դեռևս հստակ չէ, մենք կստանանք 10, 50 թե 1000 հայտ իրականում։ Եվ հնդածս արդեն ճկուն քաղաքականությունների միջոցով նաև կհասկանանք, թե ինչ փոփոխություններ կարելի է անել։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ նշել նաև, որ ըստ էության այս փաթեթը ձևավորվել է նախորդ տարվա մայիսին, եթե չեմ սխալվում, կատաղական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ իմ հանդիպումներից եւ կոնկրետ ժամանակացույց ենք սահմանել, թե ինչ ժամանակացույցում ինչ պետք է անենք, դե ֆակտո հասցրել ենք, դե յուրե էլ փաստորեն հետադարձությունով կհասցնենք, որ հունվարի 1-ից աշխատի եւ ի սկզբանե խոսակցությունը սկսել էր ուղղակի եկամտային հարկը նվազեցնելուց, բայց ես ուրախ եմ, որ մենք չգնացինք այդ པարզ ճանապարհով եւ շատ ավելի գործուն համակարգ ու մեխանիզմ ենք ստեղծել, որպեսզի հետազոտությունները, հետազոտական աշխատանքը, գիտական աշխատանքը խթանվի եւ ընդ որում շատ լավ է, որ ոչ միայն կոնկրետ
մի նեղ ոլորտում, այլ ընդհանրապես ամբողջ տնտեսությունում եւ այստեղ էլ է կարեւոր, որ ուղերձը տարածվի, ուղերձը հասկանա։ Էլ եմ ասում, մեր խնդիրների մի զգալի մասը կախված է նրա հետ, որ մենք շահառուին չենք կարողանում տեղ հասնել, որ այս բանը այս որոշումը իր մասին է, այդ որոշումը գալիս է, այսա 7 տարի կանցնի, մեկ էլ ընկերություններ կասեն ոնց մենք էլ կարայինք այդ բանից օգտվեինք եւ կասենք այո, կասեն բայց չենք օգտվել։ Հիմա պետքա խոսալ անընդհատ, պետքա խոսալ պարզ, պետքա խոսալ հասկանալի, թե մարդիկ ինչ կարող են անել։ Ընդ որում չի խանգարի, որ նաեւ մենք մտածենք կոնկրետ տիպային պրոյեկտներ անելու, որ ընկերություններին ասենք, այսենց բան արեք, հրավիրեք դրսից բարձր որակավորում ունեցող մասնագետների, հեսա երրորդ հարցի բանով զեկուցման ժամանակ, այդ թվում կասենք, թե որտեղ կարելի է գտնել բարձր որակավորման մասնագետներ եւ հիմնական կոմունիկացիայի խնդրեմը կա, այսինքն տեսեք, էլի ինչ խնդիր կա, ու դա մեր ռազմավարությունն է, ճիշտ է, մարդիկ մեզ ասում են, որ եկամտային հարկը նվազեցրեք եւ դա բան կլինի, օգտակար կլինի։ Մենք ասում ենք այո, բայց այս պայմանը պետք է լինի, այս պայմանը պետք է լինի, այս պայմանը, ու ինչ ենք այսպես ասել, որ ոչ թե չենք ուզում, այլ ուզում ենք, որ արդյունավետ լինի, որովհետև այդ պարզ մեթոդը, որ վայ ինչ լավ էր, բանը 5000 դրամ պակաս եկամտային հարկ ենք վճարում, բայց դրանից ոչ մեկի կյանքը չի փոխվում, ոչ պակաս վճարողի կյանքն էլ չի փոխվում, երկրի կյանքն էլ չի փոխվում, տնտեսության կյանքն էլ չի փոխվում։ Այսինքն մենք խթաններ ենք ուզում ստեղծենք բոլոր դեպքերում։ Ոնց որ համընդհանուր հայտարարման համակարգով խթան ենք ուզում ստեղծենք, հիմա ձեր ասածը է դա, որովհետև այնտեղ էլ մենք կրթությունն, առողջապահությունը ֆինանսավորում ենք, բայց ասում ենք ժողովուրդ ջան, կարող է մենք լավ չենք հասկանում, թե ոնց պետքա ծախսել այդ փողը։ Այս փողը դուք ծախսեք, որովհետև եկամտային հարկ դա պետական բյուջեի եկամուտ է։ Այդ պետական բյուջեի եկամուտն ենք մենք տալիս։ Այսինքն այո, դա ուղիղ ֆինանսավորում է գիտության, կրթության, առողջապահության եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց ես ասում եմ, մենք ունենք այդ խնդրեմը։ Ես ամեն օր բախվում եմ այդ խնդրեմի հետ։ Ես ամեն օր բախվում եմ այդ զարմացած արձագանքների հետ, զարմացած հայացքների հետ, զարմացած վերաբերմունքի հետ, որ ոնց տենց բան կա, մեզ էլի մենք սխալվում ենք, մեզ թվում է, որ այս կառավարության նիստն է երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է, հիմա ասվեց ուրեմն վերջ, բոլորը իմացան, կամ ազգային ժողովի ամբիոնից խոսացինք, բոլորը իմացան, կամ բանից խոսացինք, կամ ենթադրենք հերոստատեսությամբ խոսացինք, ասուլիսում խոսացինք, բոլորը իմացան։ Հիմա այս ամեն ինչը ոչ մեկին չի հետաքրքրում։ Հիմա բոլորին հետաքրքրում է, թե վարչապետ այս ժամացույցը որ կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քարկա մեջը ինչ միջուկային ռեակտոր տեղադրված եւ այլն եւ այսպես շարունակ։ Սենց մի հատ բան դնենք, միլիարդներով դիտում կունենա, բայց որ մարդուն ասես քո բարեկեցությունը ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել, դա չի հետաքրում եւ սա Հայաստանի մասին չի մենակ, ամբողջ աշխարհի մասին է, սա տեխնոլոգիական դարի առանձնահատկությունն է, սա նշանակում է մեր պետք է ջանք գործադրել, մեր գործը ինչ է, պետք է մարդկանց հետ շփվենք, այսինքն բոլոր ձեռնարկություն, ինչ որ խոսացիք, այն ինչ որ մենք պարզաբանեցինք, պետք է բոլոր հնարավոր շահառուները իմանան դրա մասին, հրավիրեք նախարարություններ, դուք գնացեք ձեռնարկություններ, կազմակերպեք քննարկումներ, մարզերում, Երևանում, աշխատանքային կոլեկտիվներում, պետք է տանել այս հասցնել մարդկանց, որովհետև սա մենակ ընկերությունների մասին չի, սա երկրի զարգացումը ապահովելու մասին է։ Մենք որոշումը կայացնում ենք դնում դարակը, որոշումը կայացնում ենք դնում դարակը։ Որոշումները պետք է մտնեն կյանք, որոշումները պետք է մտնեն կոնկրետ ոլորտներ, պետք է մարդկանց հետ խոսենք։ Եվ ես տենում եմ, մենք չենք կարողանում այս խնդիրը լուծել, չենք կարողանում։ Այսինքն երբ ասում ենք բան 100,000 դիտում ունի, 200,000 դիտում ունի, դա ոչ մի բան չի նշանակում։ Այս մեր որոշումները պետք է մեր վիճակագրության մեջ երևան, մեր տնտեսական աճի մեջ երևան։ Մեր որոշումները չեն երևում։
չեն երևում կամ բավարար չափով չեն երևում։ Եվ հետեւաբար այստեղ մենք խնդիր ունենք, եւ սա քաղաքական խնդիր է։ Քաղաքական խնդիր է եւ քաղաքական մեխանիզմներով լուծելու խնդիր է։ Առաջիկայում այս խնդրին երևի էլի պետքա մանրամասն անդրադառնանք։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։